ինձ համար մեծ պատիվ էր Հայաստան Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի այս հնարավորության համար ստորագրել հրամանագիր ձեզ Հայաստան Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որ առաջարկություն իհարկե ստացել եմ ազգային ժողովում քաղաքական մեծամասնության կողմից։ Անկեղծ շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ մեծ համբերություն, տոկունություն, վճռականություն այս դժվարին ժամանակներում մեզ առաջնորդելու համար, երկիրը դեպի բարեկեցիկ ապագա տանելու համար, վստահ եմ նաև, որ ձեր սկզբունքայնությունը ի նպաստ է լինելու իհարկե Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը, սահմանադրականության սկզբունքներից ելնելով ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ եւ արժանապատիվ ապագայի։ Շնորհավորում եմ, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի եւ հանդիսավորության պայմանների հրամանագիրը ստորագրելու համար եւ նաեւ ձեր խոսքերի եւ վստահության եւ աջակցության համար։ Պիտի անկեղծ ասեմ 2018 թվականին, երբ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով եւ կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել, բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք եւ կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ եւ աներկվա Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, ով ի վերջո պետական գիտակցության եւ պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտությունների ցույց տվեց այս ողջ ընթացքում եւ իհարկե սա մեծ պարտավորություն է եւ պարտավորվածություն է իհարկե առաջիկայում կձևավորվի կառավարությունը եւ կառավարության բոլոր անդամները ներառյալ ես երթման տեքստով արդեն կամրագրենք մեր պարտավորությունները մեր ժողովրդի առաջ ուզում եմ նաեւ ձեզ շնորհակալություն հայտնել այսօր ազգային ժողովի համբոնից ունեցած ուղերձի համար շատ կարևոր ուղերձներ հղեցիք ինչին ուշադիր հետևում էի եւ հույս ունեմ որ 9-րդ գումարման ազգային ժողովը ի վերջո կդառնա այնպիսի հարթակ որը քաղաքական գաղափարների մտքերի տեսլականների եւ ոչ թե անձանց բախման միջավայր կլինի որովհետեւ եւ այսօր էլ տեսա որ ազգային ժողովի նախագահի տեխնացուն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված պարոն Ռուբինյանը այդ նույն ուղերձը հղեց որ ցուցաբերելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության պատրաստակամությունը խորհրդանում աշխատել առանց անձնական եւ անձնավորված թիրախավորումների հայհոյանքի եւ վիրավորանքի տրամաբանությունից դուրս իհարկե բանավեճերը պետքա եւ կլինեն սուր, բայց շատ կարեւոր է թե սրությունը ինչի մասին է։ Սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետքա լինի եւ ոչ թե փոխադարձ թիրախավորումների, ամեն դեպս մենք ձեր ուղերձը լսել ենք եւ մենք այդ ուղերձով ենք առաջնորդվելու, հույս ունեմ կհաջողվի չշեղվել այս ուղուց, որովհետեւ դա միակողմանի չէ այդ գործընթացը եւ եթե ընդդիմությունը այս տրամաբանությունը նույնպես ընդունելի համարի, կարծում եմ շատ ավելի որակյալ աշխատանք կունենանք։ Պարոն նախագահ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նաև այս ողջ ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար։ Իհարկե մենք մեր հանդիպումները եւ համատեղ աշխատանքը ամբողջությամբ չենք լուսաբանում, որովհետեւ աշխատանքային մակարդակում մենք շատ սերտ երկխոսության մեջ ենք եւ քննարկում ենք բազմաթիվ հարցեր եւ այս ընթացքում նաեւ պաշտոնապես եւ ոչ պաշտոնական շփումներում ես միշտ տեսել եմ, զգացել եմ ձեր աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ։ Մեծարգո պարոն վարչապետ, շատ կարճ ուղղակի ես ինքս
նորից շնորհակալություն եմ ձեզ հայտնում այդ վստահության համար, որ կա կառավարություն, նախագահական ազգային ժողով միջև, որովհետև ինքս մասնակից եմ կարևորագույն կառավարական պետական որոշումների համար, որի հնարավորությունը դուք տվել եք, ըստ էության սահմանադրությունում այդ հնարավորությունները շատ պայմանական են։ Եվ այդ վստահությունն է ինձ նաև համոզում, որ իրականում այն քաղաքականությունը, որ վարում եք դուք, որպես կառավարություն ղեկավար, որպես քաղաքական ուժի ղեկավար մեծամասնության, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը եւ միանշանակ ի նպաստ են լինելու Հայաստանի ուժեղ ապագային։ Ես նորից ձեզ հաջողություններ եմ մաղթում, կամք, տոկունություն, ամրություն, որովհետեւ արտաքինից այն ինչ որ տեսնում ենք շատերս, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներում, դա միայն արտաքին իմաստ է։ Ներքին այն իրավիճակները, որ կա, որի մասին շատերը տեղեկացված չեն, դրանք պահանջում են սկզբունքայնություն, որը դուք ցուցաբերել եք այս տարիների ընթացքում։ Դուք ճիշտ նշեցիք, այն ինչ որ 2018-ին էր, մենք չենք կարող պատկերացնել, թե այսպիսի զարգացումներ են տեղի ունենալու։ Ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ընդհանրապես աշխարհում էր։ Եվ մենք պետք է կարողանանք, ինչպես դուք եք ասում, միշտ շեշտում եք, որ ամենակարևորը կառավարելի դարձնենք այն process-ները, որ տեղի են ունենում, եւ մի փոքրիկ դիտարկում ընդհանրապես քաղաքական միջավայրի հետ կապված։ Այն, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված է հնարավորությունը սահմանադրությամբ ընտրել իշխանություն, սա դարձել է իրականություն։ Սա մեզ համար միշտ եղել է երազանք։ Մեր ժողովուրդը տարիներ շարունակ իր ընտրությունը կատարել է, բայց ցավոք սրտի իշխանությունը իր ձեռքից վերցրել է։ 18 թվականից հետո մեր ժողովուրդը կատարում է իր ընտրությունը եւ ստանում է այդ իշխանությունը։ Եվ իշխանությունը, ով ընտրվել է այդ ժողովրդի կողմից, նաեւ պարտավորություն ունի եւ պետք է արդարացնի այդ վստահությունը, որ ստանում է ժողովրդի կողմից։ Բայց կարևոր մի գործոներ կա։ Պետության կայունությունը, ամրությունը կախված է ոչ միայն քաղաքական մեծամասնությունից, ով ստանձնում է իշխանություն, այլև ընդդիմությունից։ Ինչքան որակյալ քաղաքական մեծամասնության կարիք ունի ժողովրդավարական երկրներում հասարակությունը, ավելի կարևոր նշանակություն եւ դեր ունի ընդդիմությունը։ Եվ մենք միասին պետք է ամեն ինչ անենք եւ այդտուն նաեւ ընդդիմության հետ մենք աշխատենք։ Ես լսել եմ նաեւ պարոն Ռուբինյանի ուղերձները, որ ուղղվեցին։ Ես վստահ եմ, որ դուք տրամադրված եք այդ իրավիճակը, այդ մթնոլորտը ստեղծել, որովհետև ի վերջո բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ ունենալ ամուր հզոր Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալ եմ։